Արի ողջույն բոլորիդ 28-29 Լուսինը գտնվում 11 օրական Լուսինը 11-12 փոփոխմաշրջան է գալի առյուծից կույս, կրակ եւ հող։ Տեսեք ինչ հետաքրքիր օր է եւ Լուսինը ինչքան ճիշտ է աշխատում։ Այսօրվա խորհրդանիշը կրակի սուրն է, որը կենտրոնացած տալիս է իր էներգիան այս կրակի տարերքի վրա։ Եվ առյուծումը ինքը կրակ, հետո հողը, հետո մի քիչ կմեղմանա արդեն։ Կրակի սուրը իր տիրոջը կտա ուժ, երաշխավորված հաղթանակ, բայց միայն այն դեպքում, եթե մարդը կկարողանա այն պահել իր ձեռքում անփորձանք, անվստահ, անփորձ, կասկածող մարդը կարող է անզգուշորեն այդ հզոր էներգետիկ զենքը վերածել ոչնչացման միջոցի։ Այսօր էներգիայի կենտրոնացման ամենաբարձր մակարդակն է, կարող եք շատ բանի հասնել, եթե ունենաք առաջնորդական որակներ։ Քաղաքական գործիչների համար այսօր լավ օր է համարվում, բայց այն մարդկանց, ովքեր իրոք հայրենասեր են, ովքեր իրոք ունեն հայրենասիրական մղումներ, ովքեր անշահ խնդիր են եւ անկեղծ։ Եթե ոչ, լուրջ խնդիրներ կլինեն խավարման ժամանակ, որը օգոստոսին է, իսկ օգոստոսը առյուծն է, հուլիսի 1-ից Յուպիտերն է առյուծ լինելու, այսօր էլ առյուծում է։ Եվ հետո կույս է մտնում վաղը, արդեն դանդաղ տակից կսկսեն քչփորել, քանդել, ինչ անել, ուշադիր կլինեք շատ, ինչքան կարող եք եղեք անկեղծ, եւ եթե չեք ինչ-որ իրար հասկանում, լավա զրուցեք, քեն մի քաշեք, ձեզ մի դրեք ինչ-որ թագավորների տեղ, աշխատեք մեր ազգի դժվարությունը, դժբախտությունը կայանում է չզրուցելու, մենք իրար չենք զրուցում, որտեղ բոլորս թագավոր ենք։ Դա մեր համար առաջի սխալն է։ Մարդիկ պետք է զգույշ լինեն, սուրը հիշեք։ Էներգիայի ալիքները հարկավոր է վերահսկել, հակառակ դեպքում 11 օրվա ուժը կշրջվի դեպի ձեզ։ Մի կասկածեք, եթե ձեր տանը կան կենդանիներ, նրանք ագրեսիվ են դառնալու, որտեղ կզգան մարդկանց բացասական էներգիան։ Անկայուն են իրենց պահելու, աշխատեք այդքան այսօր կենդանիները մի շփվեք, կարող է կծեն ձեզ։ Ուշադիր կլինեք, ես ուզում եմ շատ կարճ աղոթք կարդալ, ով մեծ Աստված, արարիչ ամենայնի, որ քո մեծ ողորմությամբ ինձ արժանացրնելու լինել ընտանիքի հայր կամ մայր, այսև հայրը կարող է ասի, եւ մայրը կարող է ասի։